Ձեզ սիրելի եղբայրներ, քույրեր, Աստված օրհնի մեզ բոլորիս։ Ես շատ ուրախ եմ, որ ես հավատացյալ եմ, բայց ավելի շատ ուրախ եմ, որ ձեր նման եղբայրներ քույրեր ունեմ։ Անկեղծ եմ ասում, որտեվ այս տեղը կայնելը, կեղծավորություն անելը չի կարելի։ Շատ ուրախ եմ, որ ձեր նման եղբայրներ քույրեր ունեմ։ Ժամանակին իմ ավագ եղբայրս ինձ ասում էր, որ ավելի ուշադրությունը եկեղեցին դարձրա, քան թե դուրսը։ Եկեղեցին ամենաշատը ուշադրություն դարձրա, ծառայությունը, կյանքդ եկեղեցի համար դիր, դուրսն էլ, բայց ամենաշատ եկեղեցին, հետո տարիներ որ անցան, այդպես հասկացա, ինձ թվում է, որ ես նախքան ապաշխարել ես ճանաչել եմ, չգիտեմ ինչի է ինձ տես թվում, բայց հիմա այնքան ուրախ եմ, որովհետև ես Աստծո տունն է, Աստծո ընտանիքն է, եւ դուք իմ եղբայր քույրերս եք, Երևի Հիսուս երկնքում մեզ չի թողնի շատ իրարից հեռու լինենք, էլ իրար հետ մոտիկ կլինենք եւ համ իրար հետ կվայելենք հավիտենական կյանքը, Քրիստոսը եւ ուրախ կլինենք իրար հետ։ Իսկականից ձեր դեմքերը շատ սիրելի է, շատ ձեզ սիրում ենք եւ ինչ որ ուզում ենք անենք անկեղծ սրտով, Տերոջ հավատալով, վստահելով ուզում ենք, որ լավագույնն անենք մեր եղբայր քույրերի համար, որպեսզի մեր եկեղեցին Սուրբ Հոգի միաբանությունը խաղաղության կապով պահի մեզ։ Անցյալ օրը մի եղբայր ասեց ինձ դրսում, որ ինչի մեր եկեղեցի մեջ հավատացյալները շատ նեղություններ ունեն, հիվանդություններ կա, դժվարություններ կա, խնդիր ինչի է այդպես, որտեղ եթե եկեղեցին խաչ չունի կրելու, էլ ինչ եկեղեցի։ Մեկս մի խաչ ունենք, էլ ոմանց երևում է, ոմանք իրենց ներսն են պահում, չեն ասում, իմացակ, ոմանք արտահայտվում են, ոմանք չեն արտահայտվում, բայց ամեն դեպքում ճիշտ գծի վրա ենք, եթե մենք իսկապես Քրիստոսին ենք, սատանան մեզի հանգիստ պիտի չտա, մինչև որ մեր Տերը գա ու մտնենք մեր հանգիստը, իմացակ, երբ որ ամեն բան լավ է մեր մոտ, ուրեմն վտանգավորել է, որտեղ չի կարող ամեն բան լավ լինել, երբ որ մենք թշնամի ունենք, բայց երբ որ նեղություններ գալիս է, մի բան էլ իմանանք, որ Աստված մեզ հետ է, Աստծո ուշադրության կենտրոնում ենք, որտեղ Աստված տեսնում է մեզ եւ մեզ ամեն նեղությունից պիտի ազատի։ Ուրեմն այսօր ձեզ պիտի մի տեղից կարդամ Սաղմոս 119 Սաղմոս 119 Այս Սաղմոսը շատ հետաքրքիր Սաղմոս է ինքը ու բոլոր մնացած սաղմոսներից տարբերվում է բոլոր շատ երկար սաղմոս է եթե ուշադիր լինեք այս սաղմոսը 8-երի է բաժանված 8 համարից հետո սկսում է նորից 8 համար հետո 8 համար 8-երի վրա է եւ ամեն 8 համարի վրա եբրայերեն այբերանանի առաջի տառերն է դրված օրինակի համար առաջի 8 համարը ալեֆ է գրված որ նշանակում է զորություն, երկրորդ 8-ը պեհետ է գրված, որ նշանակում է խոսք, երրորդ 8-ը գիմել է գրված, չորրորդը տալետ, 22 անգամ, միջև 22 անգամ, այսինքն 22 տառերով է, 8-ը կատարելության թիվն է, եւ այս սաղմոսը իսկապես դիզայնարած է այնպես, որ ամբողջ Աստծո կամքը սերը, գործը, ամեն բան այս սաղմոսի մեջ գրված է։ Այսինքն հավատացյալի դաստիարակչական, մտքով, սրտով, հոգով, զորանալու, ինչա պետք իմանա Աստծո վերաբերյալ, ինչը Աստծո պահանջը, չնայած բոլոր ավետարանի մեջ է գրված։ Բայց այս Սաղմոս 119-ը կարծես թե այդպես դիզայնարած լինի մեզ համար, եւ շատ հետաքրքիր է, եւ առաջի 8 համարի մեջ է
բոլոր Սաղմոսի բալանիները, որպեսզի մենք հասկանանք։ Շատ հետաքրքիր է այս Սաղմոսը։ Հարյուրութանասուն անգամ այս Սաղմոսի մեջ բացահայտում է աստվածային ճշմարտությունը։ 180 անգամ բացահայտում է աստվածային ճշմարտությունը։ Ես պիտի կարդամ 9 համարից ձեզ։ Երիտասարդը ինչով մաքրե իր ճամփան, քու խոսքիդ համեմատ անոր զգուշություն ունելով։ Իմ բոլոր սրտովս խնդրեցի քեզի, մի թողուրզիս, որ քու պատվիրանքներդ մոլորեմ։ Իմ սրտիս մեջ պայեցի քու խոսքերդ, որպեսզի չմեղանչեմ քեզի դեմ։ Օրհնյալ ես դու, ով Տեր, սորվեցուր ինձի քու կանոններդ։ Իմ շրթունքներովս պատմեցի քու բերնիդ բոլոր պատվիրանքները, քու վկայություններդ ճամփով ուրախացա, որպեսզի ամեն կերպ հարստությունով քու հրամաններդ վրայով պիտի մտածեմ, եւ քու ճամփաներդ պիտի դիտեմ, քու կանոններով պիտի ուրախանամ ու քո խոսքդ պիտի չմոռանամ։ Ուրեմն այս կյանքում քաղաքականություն գոյություն ունի։ Եվ մենք տեսնում ենք, որ այս աշխարհը կառավարվում է քաղաքականությունով։ Օրինակ տնտեսության մեջ քաղաքականություն են վարում, ռազմավարության մեջ քաղաքականություն են վարում, բժշկության մեջ քաղաքականություն են վարում, գյուղատնտեսության մեջ քաղաքականություն են վարում, այսինքն սիստեմ է ստեղծված, որով մարդը ներգրավված է այս քաղաքականության մեջ եւ այդ քաղաքականությունը վարում են, բայց ավետարանն էլի քաղաքականություն ունի։ Եվ միակ ճշմարիտ քաղաքականությունը, որ ունի ճշմարիտ ավարտ եւ ճշմարտությունն է դա ավետարանին, նոր Պողոս Արաքյալը Փիլիպեցիներին ուղղված նամակի մեջ 3 գլխում ասում է. մեր քաղաքականությունը, այսինքն մեր կենցաղավարությունը, մեր ապրելակերպը, մեր մտածելակերպը, մեր ճաշակը, մեր որոշումները, այսպես ասեմ, ընդարձակ, մեր քաղաքականությունը երկնքից է, վերևից է, որտեղից է սպասում ենք մեր Փրկչին, Տեր Հիսուս Քրիստոսին, որ պիտի գա, պիտի փոխի մեր խոնարհեցված մարմինները իր փառավոր մարմնին կերպարանքից անելով եւ ասենք չավելացնենք եւ պիտի հաստատի երկնքի քաղաքականությունը 1000 տարի երկրի վրա։ Այսինքն այն ինչ որ այսօրվա աշխարհը ոչ տեսել է, ոչ լսել է, ոչ է կարող է ունենա եւ Հիսուս պիտի բերի այդ քաղաքականությունը։ Եվ մենք էլ այսօր երկնքի քաղաքացիներն ենք եւ երկնքի քաղաքականությունով ենք զբաղված։ Օրինակ արդարությունը, ճշմարտությունը, հավատքը երկնքի քաղաքականությունն է սա։ Աշխարհը չունի դա, աշխարհը չի կարող տա։ Աշխարհը ստության, խաբեության, հիմարության վրա ստեղծված մի քաղաքականություն է վարում, որտեղ իրար խաբելով, գողանալով, պատերազմելով, իմացար այս մարդկությունը ապրում է եւ մարդկությունը դաստիարակվել է այդպես, այս քաղաքականությունով է դաստիարակվել։ Եթե ուզում ես լավ ապրես, պիտի գողանաս, պիտի սպանես, պիտի կողոպտես, այս քաղաքականություն է, բայց երկնքի քաղաքականությունը շատ տարբեր, ինչքան երկինքը երկրից է տարբեր իրարից բարձր, այնքան էլ աստվածային քաղաքականություն է, որը մենք ավետարանի միջոցով սովորում ենք, եւ մենք տեսնում ենք, որ մենք նպատակներ ունենք եւ մեր առջևը ընթացք կա գնալու։ Հիմա հարց տվեց, այստեղ ասում է երիտասարդը ինչով սրբե իր ճամփան։ Ուրեմն ամեն մեկը մի ճամփով գնում ենք, բայց երիտասարդները մի քիչ տարբեր են։ Հիմա ասենք, չեմ ուզում ասեմ ես ծեր եմ, բայց երիտասարդ էլ չեմ։ Երիտասարդը ինչով է, երիտասարդը միշտ ուզում է փորձն ունենա, էլի ամեն ինչի ուզում է ձեռ տա, չէ, որտեղ նորա կյանք մտնում, երիտասարդը աչքերը բացում, ամեն ինչի ուզում է համն առնի, ձեռ տա, փորձառություն ունենա, բան, եւ այդ բնական է, իհարկե բնական է, ինչպես հрьяաներն էլ թողնում են մինչև 30 տարեկան երիտասարդը
այդ աշխարհը վայելի, հետո նոր գալիս էր Աստծո, որ հասկանալը, որ ամեն ինչ փուչ է, ունայն է, հիմա երիտասարդը ինչով սրբի ճամփան, որ այս աշխարհի ճանապարհներով չգնա, երիտասարդը, որ չշեղվի այս կյանքից, երիտասարդը, որ չընկնի այս կյանքի քաղաքականության մեջ, որտեղ այս աշխարհը երիտասարդին քաշում է իր մեջ եւ դառնում է այս աշխարհի զինվորը, այս աշխարհի քաղաքագետը եւ երբեմն մարդիկ երիտասարդ ժամանակ էներգիան շատ է, իր ուրեմն ախորժակը մեծ է, իր արժևը նպատակները շատ է, այսպես բորբոքված են երիտասարդները եւ հակում ունեն անդադ բիզնես, փող եւ այլես, ստեղծեմ, անանեմ, այսպես այս համակարգի մեջ են մտնում եւ սա մի կողմից լավ է, բայց մի կողմից էլ կործանարար է եւ շատ երիտասարդներ կործանվում են, շատ ընտանիքներ քանդվում են առանց իմանալու ճշմարտություն, առանց իմանալու Աստծո կամքը եւ թե որն է ճիշտ քաղաքականությունը, որ երիտասարդը կարող է այս կյանքում ինքը վարել այդ քաղաքականությունը, որն է այդ քաղաքականությունը։ Եվ որ մեր ճամփաները կեղտոտվում են եւ մեր ոտքերը կեղտոտվում են, կեղտոտ ոտքերը պետք է մաքրվի, ինչպես Հիսուս մաքրեց, ինչպես Աստված Մովսեսին ասեց կոշիկներդ հանի, Եգիպտոսից եկած ոտքերից հանի, կայնած տեղը սուրբ է, իմացար, եւ երիտասարդը ինչով պետք է մաքրի, ինչով պետք է մաքրի։ Ամեն բան մաքրվելու ենթակա է, մեր հագուստները ինչ են անում, գցում ենք լանդրիի մեջ, դե ինչ ժամանակ ձեռքով էին լվանում, հիմա չկա ձեռքով լվացող, լանդրին են գցում դեղեր կա, ես չգիտեմ, մեկ էսի, մեկենի կապուտ կանաչ գույն լցնում ենք, ինչ էլ հոտով ենք լցնում, որ լավ հոտ ունենա, եւ լանդրին լվանում է, հանում ենք, գցում ենք չորանոցը, չորանում է, հանում ենք, տեսնում ենք ինչ լաքակյա, ուրիշ դեղ ենք օգտա մաքրելու համար։ Մեր մարմիններն է կեղտոտման, չէ, գործից գալիս ես տուն կեղտոտ, մրոտ, ձեռքերդ ներկոտ բան մտնում լողանում ես, չէ, չոտկով մաքրում ենք, բան ենք անում, մեզ մաքրում ենք, բայց մարդու ներքնաշխարհն էլ է կեղտոտվում։ Մարդու ներքնաշխարհն էլ է կեղտոտվում։ Երիտասարդ այսօր այնպես բաներ է տեսնում, որ իր մտքերը, երևակայությունը կեղտոտվում է եւ ինքը անդադ այդ պատկերների մեջ զբաղված է իր մտքի մեջ, կեղտոտ պատկերներ, սխալ պատկերներ, կամ պատկերներ, որտեղ կեղտոտություն չկա, բայց վտանգ կա, անդադ ինքը այդ մտքերով է երիտասարդը եւ մարդու կյանքը սկսում է շեղվել, մարդը փոխանակ իր հոգեվոր հոգի մասին մտածի, իր անձի մարմնի ցանկություններն է եւ մարդը կեղտոտվում է այս աշխարհի մեջ եւ ընդհանրապես մենք կեղտոտած ենք եկեք Քրիստոսին, ով է մաքուր եկե որ մեկս Մի օր մի հատ վկայություն լսեցի, այնքան տափակ էր, ավել վկայությունը չտար։ Հարցրեցին ասին ոնց ես հոգևոր դառը, ինքն էլ բերուցի էր։ Պստի գադեն բաբաս դադես հավատացյալ էին անանք ձերքեզ բռին եղեղեցի դարան այն ադերման է գքնա։ Էս ինչ վկայություն էր այն մարդ։ Էս ինչ վկայություն էր։ Ավել լավ էր չտայր։ Բայց մենք այսիկես մաքուր է, էլի որ եղեղեցի գնացի։ Ինչ մաքուր մարդը Հիսուսի կարիքը չունի, բայց մաքուր չկա, մեկն էլ չկա, մենք բոլորս ենք կեղտոտված, աղտոտված, մեղքով հիվանդացած, ամեն տեսակ ցավերով, ամեն տեսակ անօրենություններով, ամեն տեսակ սխալներով եկանք Հիսուսի, ոչ թե որ կեղտերից մաքրվենք, մեր հոգին փրկենք, հետո նոր սկսենք մենք մաքրության process-ի մեջ մտնել, որպեսզի ազատագրվենք, որպեսզի թեթևանանք։ Եվ սատանայի գործը մարդուն կեղտոտ պահելն է։ Կեղտոտ մնա, ինչքան կարող ես կեղտոտ մնա, բայց միևնույն ժամանակ սատանան այդ կեղտոտ վիճակի մեջ մարդուն արդարացնում է։ Գիտեք ոնց արդարացնում։ Ասում են նայ հով աստեղ մաքուր որ, եւ դա քեզ լավ ես զգում էլի։ Լավ ես ասում որտեվ էս էլ այդպես են էլ էպես։ Նայ էլ էս նա ով է քո, այսինքն դու ինչի ես ուզում պայքարես մաքուր ապրելու։ Ախե մաքուր չկա եւ այս փիլիսոփայությունը սատանայական մարդկանց գրավել են։ Նույնիսկ հավատացյալներս ասում են, «Հիմա դու մեղավոր չես»։ Ասում եմ մեղավոր եմ, բայց սրբվելու տեղ ունեմ։ Այդպես սրբվում եմ։ Դու ինչ ունես։ Ուրեմն ինչով մաքրի երիտասարդը։ Երիտասարդը Սողոմոնը լավ խոսքն ասում է, երանելի են բոլոր այն երիտասարդները, որ երիտասարդ ժամանակ իրաց Տեր Աստվածը կգտնեն, որովհետև չի ցավերի մեջ կընկնեն։ Պատկերացնում եք 50 տարի ցավերով ապրես, 50 տարի հետո ապաշխարում ես, ուշ չի շատ լավ է, բայց 50 տարի տառապել է սատանայի ձեռքը, բայց երիտասարդ ժամանակ որ գտնում են Աստծուն ավելի լավ է լինում, էլի իրանց կյանքը այդ պատանի ժամանակները օրտնյալ կյանքով են ապրում, թեկուզ փորձություններ ունեն, բայց Աստծո հետ քայլում են։
Ինչով մաքրի իր ճամփան երիտասարդը, ինչով մաքրի քո խոսքի համեմատ անոր ազգուշություն ունենալը։ Ուրեմն Աստծո խոսքը մաքրում է, Աստծո խոսքը զորություն ունի մաքրելու։ Եվ մենք հասկանում ենք, որ ավետարանը մեզ ցույց է տալիս, մենք Հիսուս Քրիստոսի արյունն ունենք, Աստծո խոսք ունենք, եւ Հովանու Առաքյալն ասում է Հիսուս Քրիստոսի արյունը մեզ ամեն մեղքից կսրբի։ Օրինակ չկա մի մեղք, որ Աստված ասի, գիտես ինչ, իմ արյունը Հիսուս ասի, որ այս տեսակ մեղքը չի սրբվում։ Մեկ մեղք կա, որը չի ներվում, Սուրբ Հոգի դեմ եղած մեղքն է, այդ էլ ինչ է նշանակում, որտեղ շատերը հարցնում են, դա ինչ բան է, որտեղ Սուրբ Հոգին է մարդուն համոզողը Քրիստոսին բերելու, եւ երբ որ մենք Սուրբ Հոգին անարգում ենք ու մերժում ենք, այլևս մեզի մեկը չպիտի խոսա, որպեսզի գնանք Քրիստոսի, այսինքն դա մեծ մեղք է, չներվող մեղք է։ Սուրբ Հոգին է մեզի փրկության տանողը, Սուրբ Հոգին է մեր դաստիարակը, Սուրբ Հոգին է մեզ պատրաստողը, Սուրբ Հոգին է մեզ հանդիմանողը, մաքրողը, Քրիստոսի առջև մաքուր կույսի պես հանողը։ Դրա համար է, բայց Հիսուս Քրիստոսի արյունը մեզ ամեն մեղքից կսրբի, ամեն մեղքից կսրբի։ Եվ ասում է, քու խոսքը, իմ մտքիս մեջ պահեմ, իմ մեջ պահեմ, իմ սրտիս մեջ պահեմ, քու խոսքդ իմ սրտիս մեջ պահեմ, ինչի համար, ասում եմ, որպեսզի Տեր Աստված քո դեմ չմեղանչեմ, որովհետև ինչ է դուրս գալիս, Կորինթացի խստի մեջ Պողոս Առաքյալն ասում է, դուք գնով ծախու առնված եք։ Աստված, Քրիստոս գին վճարեց, իր արյունը թափեց, գինը վճարեց ու մեզ ծախու առավ։ Մենք հիմա իրան ենք պատկանում, դրա համար ասում եմ, դուք ձեր անձերի Տերը չեք այլևս, դուք Քրիստոսին եք պատկանում։ Հիմա, երբ որ ես իմ անձի Տերը չեմ ու Քրիստոսին եմ պատկանում, երբ որ ես մեղք եմ գործում, այդ Քրիստոսին նեղում եմ իմ մեղքովս, անհանգստացնում եմ, Սուրբ Հոգին տրտմեցնում եմ, մարում եմ, իմ գործած մեղքովս, Եվ որ ես մեղք եմ գործում, քո դեմ եմ գործում։ Ուրեմն Աստծո դիմաց մեղք գործելուց պայքարը նա է, որ մեղք չգործեմ։ Քու խոսքը սրտիս մեջ պահեմ։ Շատ հետաքրքիր բան է սա։ Ես որոշ եբրայացից բնագրով էլ ուսումնասիրեցի, հունարենը ուսումնասիրեցի, թե սա ինչ է ուզում ասել այս խոսքը։ Նայեք, Եվ որ ձեր հասցեին, ձեր մասին կամ դուք ասել եք ինչ-որ մեկի կամ ինչ-որ մեկը ձեր մասին մի բան ասել, օրինակ ասելա, որ այ քյաչալ շուն։ Այս խոսքը սատանան մեջդ պահում է։ Ասում է մնա այնտեղ, սրտից մեջ պահում է։ Ամեն անգամ այդ մարդուն տեսնելու այդ խոսքը զրնգում է ականջիդ, ասում է սա այն սրիկաներ, որ ասեց, կամ ասեց դու չաղ ես, կամ ասեց էսի, կամ ինչ-որ մի բան, ինչ-որ վիրավորական մի խոսք ասեց, Այդ խոսքը պահում է սատանա մարդու սրտի մեջ, գիտես ինչի համար, որտեվ ինքը մարդու թշնամին է, մարդասպանն է, բանսարկույ է, նա այդ խոսքը օգտագործում է անընդհատ, այդ նույնիսկ հավատացյալ, երկու հավատացյալ քույր, երկու հավատացյալ եղբայր, այդ խոսքը պահում է մեջը, որպեսզի այդ ատելությունը, այդ բանը, բարկությունը չներելու այդ հոգին մեջը պահելով տարիներով, համ քեզ դու տառապես, համ էլ այդ մարդուն չընդունես։ Եվ որոշ հավատացյալներս չհասկանալով կամ Աստծո խոսքը չուսումնասիրելով խորապես տեղ են տալիս դրան եւ նույնիսկ ասում են, չէ, ես ներում եմ իրային, բայց այս խոսքի համար Տերոջ առջև պետք է հաշիվ, այսինքն դեստիկ իշքան խորն է տարի սատանան, ասում է, նայ դու այս հարցով դու բան արա, բայց Տերոջ առջև կանես, սա սարսափելի բան է, Ուրեմն Աստված ասում է, լսիր, որդիս Քեզ այդ վիճակից ազատելու համար, որպեսզի դու չբերես իմ առջևս, այդ դերասանությունները չանես եւ այլը, իմ խոսքս պետք է քո մեջ պահես, որպեսզի այդ պահված խոսքից, որ սատանան բեր ազատվես։ Թե չէ չես ազատվի։ Իմ խոսքս կարող է վերքերը բուժել, իմ խոսքս կարող է քեզի խոնարհեցնել, իմ խոսքս կարող է ազատագրել։ Ուրեմն Աստծո խոսքը ինչ կետեր է իր մեջ պարունակում, բազմակի կետեր է պարունակում, բայց ես 4 հատը ասեմ ձեզի, թե ինչ կարևոր բաներ կա
Աստծո խոսքի մեջը մեզ համար։ Առաջինը ճշմարտությունն է Աստծո խոսքը։ Երկրորդը կյանքն է։ Երրորդը ազատությունն է, ազատագրում է, չորրորդ խաղաղությունն է։ Այս 4 կետը շատ բաներ կա, իմաստություն, գիտություն եւ այլը։ Դրանց մասին չեմ ուզում խոսամ, բայց այս 4-ը ամենակարևոր բանն է մեզ համար։ Ճշմարտությունն է դա, այսինքն Աստծո խոսքը ճշմարտությունը, չես կարող Աստծո խոսքը փոխել, հարմարեցնել քո անձին։ Չես կարող հարմարեցնել, չեն կարող Աստծո խոսքը հարմարեցնել վիճակին, ասենք, չէ, դու որ սենց ասեցիր, այս սենցա չեն կարող հարմարեցնել։ Մենք պետք է հարմարվենք խոսքին։ Բայց իմ հարմարվելուց համար պետք է ես խոնարհվեմ։ Պետք է ընդունեմ, որ սխալ եմ եւ դրա համար կհարմարվեմ։ Եվ Աստված չի ասում դու պետք է կատարյալ լինես, ասում է պետք է հնազանդ լինես։ Հնազանդությունն է տանում կատարելության։ Ուրիշ ոչ մի ձև չկա։ Եթե դու հնազանդվում ես, կատարելության ես գնում։ Դու չես էլ տեսնում դու կատարյալ ես։ Դու մենակ պետք է հնազանդվես։ Ես պետք է հնազանդվեմ, եթե չհնազանդվեմ, ո՞նց կարամ կատարյալ լինեմ։ Կատարյալ մեկը չկա։ Ուրեմն ճշմարտությունն է։ Ճշմարտությունը ինքը, ճշմարտությունը քո մեջ դառնում է կյանք, ինչպես որ սուտը մեր կյանքն է դարձել։ Օրինակ տամ ձեզ, օրինակ աղջիկներն էլ, տղաներն էլ, չէ, օրինակ շատերը շոուներ են նայում բան եւ նայում են, ասենք, Քիմ Քարդաշյանին են տեսնում ապրելաձևը, երազանքներով սատանան ասում է նմանվի նրան, սկսում են նմանվել։ Սա նշանակում է, որ խաբված երևակայության կյանք։ Եվ այդ խաբված երևակայության կյանքը իր մեջ փայփայելով ուզում է դառնալ երգիչ, չգիտեմ, դերասան, ինչ։ Այս խաբեությունը, ճշմարտությունը չի, մենք կյանքին ռեալ պետք է նայենք, ով եմ ես։ Ճշմարտությունը ինչ է ասում այսօր իմ վիճակիս համար։ Ճշմարտությունը դառնում է կյանք։ Եվ այդ կյանքը դառնում է մեր ազատությունը, ազատում է մեզ Աստված։ Ամեն տեսակ բաներից, ամեն տեսակ գաղափարներից, խորհուրդներից, ատելությունից, որ իմ մեջ պահված է, որ ցույց եմ տալի, ասում եմ, հա չէ, ես իրան ներել եմ, վաղուց եմ ներել, բայց հələ մեջ սա էտի։ Արմատախիլ անելու համար կյանք պետք է դառնա խոսքը եւ ազատություն պետք է ունենամ, ազատագրվեմ դրանից։ Աստված ուզում է ազատվես ամեն կապանքներից ազատվես եւ այդ ժամանակ որ ազատությունը լինի, խաղաղությունը գալիս է մեջդ։ Խաղաղությունը գալիս է մեջդ։ Ես շատ ա եղել երախսո զանգելը, վայ, յախ քեզ էլի զանգելը։ Հա ոնց ես Ազիզ ջան, այ մարդ։ Այն մարդը նկարն էլ երևում ով է, ախե, ճանաչում եմ, արել ես զզվելին զանգեց, հաղբերս, ոնց ես երեք կումաս, լավ գոնը մի մոտ ասատ, ես է մարդը, և հոգևորներն էլ են էդպես, այնպես չէ որ հոգևորները բանը, հոգևորներս էլ ենք էսպես, ուրեմն Աստծո խոսքը մեզ կարող է մաքրել, Հիմա Աստված մեզի փրկել է, չէ, բայց դրանից հետո փրկելուց հետո Աստված ուրիշ մի process-ի անցե մեր հետ, Աստված ուզում է որ այս ավետարանի խոսքերը, ճշմարտությունը գա դառնա մեր կյանքը, դառնա մեր ազատությունը, դառնա մեր խաղաղությունը։ Այսօր ինչքան մարդ կա այստեղ հավաքված նստած են, որը հանգստություն չունի։ Ինչքան մարդ կա, որ անհանգստություն ունի, ինչքան մարդ կա ստեղ, որ ուրիշ մարդիկ կան իրենց մտքի սրտի մեջ, որոնցից չեն կարողանում ազատվեն։ Ինչքան մարդիկ կան, որ անընդհատ այդ հարցերով, անընդհատ օրվա մեջ պատերազմի մեջ են, այդ մարդու պատկեր իրանց մեջ անընդհատ կռվում են իրանց հետ, սա է պրոբլեմը մեր։ Եվ մենք պետք է որ մենք ազատագրվենք եւ ոնց ճշմարտությունը ընդունելով մեր մեջ, խոսքը կյանք դառնելով, ազատություն պետք է գա եւ խաղաղություն կունենանք մենք։ Ավետարանն ասում է, տեսեք, ասում է, մեր պատերազմը, մեր կռիվը մարդկանց հետ չի, բայց մենք մարդկանց հետ ենք կռվում։ Սատանան այնքան իմաստուն լինելով, իմանալով մարդկանց, ինքը կռիվը գցում է, հետակայնում ու խնդում է մեր վրա, ասում է, այս ապուշներին նայեք հələ։ Մեր պատերազմը մարմնի եւ արյունի հետ չի, բա ում հետ է, այս օդի մեջ եղող իշխանությունների, պետությունների, զորությունների, դևերի, չարի զորքի հետ է։ Բայց քանի որ մենք չենք տեսնում,
Ինչպես հрյաները, մինչև չտեսնեն չեն հավատա։ Մենք Աստծո խոսքին, ճշմարտությանը հավատալով պետք է ապրենք, որ այդպես է։ Կարիք չունենք տեսնելու, որովհետև տեսնենք կարող է լավ չլինի։ Մենք հավատանք ինչ որ Աստված ասում է, եւ հավատքով ընդունելով մենք ոչ թե իրար հետ խնդիրներ ունենանք, ապա գանք այն կետին, որ իրար հետ աղոթենք այն չարի դիմաց, որ մեր մեջ խնդիրներ է ստեղծում։ Խնդիրներ է ստեղծում։ Առաջի Պետրոսի մեջ է գրված 22-25 համարն է։ Մի քիչ հերվից կարդամ։ Եթե հայր կկոչեք զանեկա, որ առանց աչարության գդադե ամեն մեկ իր գործերի համեմատ, ուրեմն ձեր պանդխտության ժամանակը վախով անցկացրեք։ Գիտնալով, որ դուք ոչ թե ապականացու արծաթով կամ ոսկյով փրկվեցաք, որ ձեր հայրից ստացաք անուղիղ ճամփաներով, ապա Քրիստոսի պատվական արյունով, որպես թե ամբից ու անարատ գառիմը, որ ճանաչված էր աշխարհի սկզբեն առաջ եւ վերջին ատենները հայտնվեցավ ձեր համար, որու միջոցով Աստծո հավատացինք, որ զանիկա մեռելներին հարուցանեց եւ անոր փառավորություն տվավ, որպեսզի ձեր հավատն ու հույսը Աստծո վրա լինի։ 22 համարը։ Ձեր անձերը մաքրեցեք հոգի միջոցով։ Ճշմարտությանը հնազանդվելով, այս սա մեր խնդիրը, մեր իմ խնդիրը ձերը սա է։ Ձեր անձերը մաքրեցեք հոգի միջոցով, ճշմարտությանը հնազանդվելով, եղբայրության մեջ անկեղծ լինելով, կեղծելով չէ, անկեղծ լինելով, սուրբ սրտով մեկս մեկին սիրեցեք։ Նորեն ծնած ալալով, ոչ թե ապականացու սերմեն, այսինքն ադամական, հապա անապականացու, Աստծո կենդանի եւ հավիտենական խոսքովը։ Ինչ գեղեցիկ համար է, չէ՞, ինչ լավ համար է, ինչ լավ համար է։ Ձեր անձը մաքրեցեք, դե մեր բոլորիս անձն էլ հետո մի բան ասեմ, եւ որ ասում եմ քու խոսքը սրտից մեջ պահեմ, մենք այդ մսեղեն սրտին չգնանք։ Մենք գնանք մեր խորը, մեր երևակայությունը, մեր միտքը, մեր անձը, ամբողջության մեր էությունը, այդ սիրտ ասածը, որտեղ որ մեր որոշումների կենտրոնն է, որտեղ որ թաքնված է մեր խորհուրդները, գաղտնիքները, դա է, Աստված այնտեղ է ուզում իջնել։ Այնտեղ բաներ կա, որ հավաքված է, եւ այդ բաները խանգարում է Սուրբ Հոգին, խանգարում է, պետք է որ այդտեղ ազատագրվի, բայց այդտեղ պետք ճշմարտության լույսը պետք է ծագի, Աստծո խոսքը պետք է նստի այնտեղ, Քրիստոս պետք է թագավորի այնտեղ, եւ որ Աստված այնտեղ մաքրեց, ամեն բան մաքրվեց, տեսանելիքը, լսելիքը, շոշափելիքը, հոտոտելիքը, ամեն բան սկսում է մաքրվել, ամեն բան, որտեղ աղբյուրը արդեն մաքուր տեղից է գալիս, մաքուր տեղից է գալիս։ Հիմա մեզի կարևոր է այս բաները խոսանք, փրկված ենք, չէ՞։ Արդար չկա, մեկն էլ չկա, ով մեղ չի գործում։ Այս ասելը կարող ենք ասենք, բայց այս ասելը ավետարանի հակառակ մի բան է։ Հակառակ մի բան է։ Այո, արդար չկա, մեկն էլ չկա։ Մարդու բերանը բաց գերեզման է։ Անոր կոկորտի մեջ, բենի մեջ իժերու թույն կա։ Երեխուն ծնել է, մեծացրել է, չարություն անում, ասում է բոյետ թաղեմ։ Այն մատ, այդ երեխեն քոններ, բոյետ թաղեմ։ Տեսնում եք, մարդասպան, մայր մարդասպան։ Որ մի մայրը չի ասել։ Բոյետ թաղեմ, Ազիզդ մեռնի, այ չծնվեի լավ կլներ։ Եվ նման մարդը ինք իրա զավակել, բայց Աստված մեզ տես մի բան ասել է մեր մեղքերի համար։ Ոչ, Աստված եկել է մեր մեղքերի համար, գուրգուրել է, որպեսզի ապաշխարենք եւ իրեն դառնանք, որտեղ Աստծո սերը մեր վրա երբեք չի մարում։ Երբեք Աստծո սերը մեր վրա չի փոխվում։ Չի փոխվում։ Եվ մարդը այդպես է, մարդու բերանը, մարդը ինք իր էությամբ բաց գերեզման է մարդը։
մարդասպան է մարդը, եւ էս է մարդը, մենք պետք է ընդունենք ինչ որ եղել ենք, եւ մեր բժշկությունը Աստծո խոսքի ճշմարտության մեջ է, խոսքը սրտիս մեջ պահեմ, որտեվ քոդեմ եմ մեղանչում, որտեվ ամեն անգամ մեղ գործելուց քեզ պետք է գամ ու ապաշխարեմ ու խոստովանեմ, ուրեմն շնորհք արա ինձի սովորեցրու, ոնց քո խոսքը ես իմ սրտիս մեջ պահեմ, որպեսզի քոդեմ չմեղանչեմ, Տեր Աստված, որտեվ այն մարդը, որին ես ասում եմ բոյետ թաղեմ, Աստծո պատկերով ու նմանությամբ ստեղծված է, ես այս ասելով նաև քեզ վիրավորեցի, Տեր Աստված, որտեվ դու նրան կյանք ու հոգի ես տվել։ Եվ չհասկանալով այս ամեն ինչը, քանի որ հոգևոր կրթություն չունեմ, ավետարանը չգիտեմ, ասում եմ, բայց խնդրում եմ ինձ սովորեցրու քո ճամփաները, քո կանոնները սովորացրու, ոնց ապրեմ, ոնց քայլեմ, որպեսզի քեզ հաճելի լինեմ ես, Տերին։ Որտեղ մի օր պետք է գա եւ իմ գործերի ու խոսքերիս համար քո արժեքը պետք է կայնեմ, հաշի պետք է տամ։ Ուստի իմ ճամփաներս մաքրի, որպեսզի այն օրը համարձակություն ունենամ քո արժեքը կայնելու եւ ասես, այո, շատ չմաքրվեցիր, մաքրվելու շատ տեղ ունեիր, բայց այդ պայքարը, որ ունեիր ու մաքրվելու գնում էիր, ապրես։ Եվ Հիսուս իր աշակերտներին ասում է, միշտ հիշեք, դուք անպետք ծառաներ եք։ Ինչու որտեղ մարդ ենք, որտեղ մարդը միշտ սխալվելու, այսինքն այդ ձեր վրա չվերցնեք այդ բանը։ Ուրեմն երկրորդ Տիմոթեոս Պողոս առաքյալն է գրում Տիմոթեոսին եւ այսպես է ասում։ Տիմոթեոսին ասում է, որ երկրորդ Տիմոթեոս 4 գլուխ 7 համարն է, բոլորդ էլ գիտեք հայտնի համար է։ Բարի պատերազմը պատերազմեցի, ընթացքը կատարեցի, հավատքը պահեցի։ Այս հավատք ասածը խոսքն է, Քրիստոս ինքն է պահեցի։ Բարի պատերազմ է։ Հիմա պատերազմի մեջ բարին որն է։ Պատերազմա, չէ՞, քեզ սպանում են, դու էլ պետք է սպանես։ Բայց Պողոս ասում է, ես մեռա, որպեսզի կյանք տամ։ Մահը մեր մեջ, կյանքը ձեր մեջ։ Դրա համար էր բարի։ Դրա համար էր բարի պատերազմ։ Բարի պատերազմեցի։ Ինչ նեղություններ եղավ այս մարդու վրա։ Ընթացքը չթուլացա, կատարեցի։ Հավատքը, որ ունեի առ Աստված, առ Քրիստոս, իմ մեջս պահեցի։ Ու այդ հավատքը, որ իմ մեջ պահեցի, իմ կյանքիս ընթացքում ինձ ամոթով չթողեց։ Տերը միշտ ինձ հետ էր, ամեն ժամանակ։ Ես 10 հատ համար եմ կարդամ, 10 հատ համար, եթե կգրեք, դուք տունը նորից նայեք, թե Աստված ինչ է ասում մեզ, այս 10 համարներով, թե Աստված ինչ է ուզում, որ մենք անենք, ոնց հավատանք, եւ սրա օրհնություն ու արդյունքը ինչ է բերելու մեզի։ Առաջին համարը գրված է երկրորդ Տիմոթեոս, երկրորդ գլուխ 3-4 համարի մեջ է գրված։ Արդ դու նեղությունների համբերե Հիսուս Քրիստոսի բարի զինվորի պես։ Զինվորը այս կյանքի գործառնություններով չի զբաղվում, որպեսզի զորավորին հաճո լինի։ Հիմա եթե զինվորը զենք թոնի գնա արտը կարտոշկա ցանելու չի եղնի։ Կամ թողնի ասի, թե մի հատ կնգա տեսնեմ նորից հետ կամ տեմ տուն ինչ կա, պոստը թողնելու է։ Զենքը թողնելու է, թշնամին պետք է գա։ Հասկանալի է մեզի։ Ուրեմն զինվորը այս կյանքի, ուրեմն մենք զինվոր ենք։ Մենք զինվոր ենք եւ մենք պատերազմի մեջ ենք։ Ո՞վ է մեր թշնամին։ Մենք մի քանի թշնամի ունենք։ Առաջին թշնամին մեր սատանան է։ Երկրորդ թշնամին մեր աշխարհն է։ Երրորդ թշնամին մեր մեջ է, մեր անձն է։ Մեր եսն է, էգոն է։ Ուրեմն զինվորը զինվորություն է անում եւ թշնամի ունի։ Եվ այս կյանքի գործառնություններով, այս կյանքի համակարգով չի զբաղվում։ Եթե զբաղվեց, թշնամի ուզած էս դա է։ Պոստը թողնես, զբաղվես ուրիշ գործերով եւ
սկսես բիզնեսով զբաղվել, թողնես ամեն բան, հոգևոր կյանքը թողնես, ավետարանը թողնես, պոստը թողնես, հոգևոր գործը, որ վստահված ես, թողնես, նշանակում է, որ քու պոստից դուրս ես եկել դու եւ զբաղվում ես մի գործով, որ քո զորավորին հաճելի չես։ Չես կարող հաճելի լինես։ Այդ ժամանակ սատանայի ուզածը սա է, որ նայեք, սատանան խմբակային, այս եկեղեցի մեջ, խմբակետ պատերազմելու կարողություն չունի, ինքը սիրում է անհատին քաշի դուրս, որսանի, հեշտ է, որտև այսքան մարդու աղոթքը շատ զորություն ունի, իր նպատակը, ինչպես որ գայլը, չէ, ոչխարի հոտին հոտ չի արձակվում, ինքը սպասում է, որ մի ոչխարը, որ մի քիչ դուրս է գալի հոտից, անմիջապես 2-3 գայլեր հարձակում են, գառան տանում են, որտեղ մենակ են փնտրում, սատանան մենակ, մենք մենակ ապրելու, գործելու իրավունք չունենք որպես հոգևորներ, մենք եկեղեցի, հոգևոր Քրիստոսի մեջ եղբայր քույրերի հետ պետք է լինենք, որտեղ այստեղ է մեր ապահովությունը, Աստծո խոսքի մեջ, մենակության մեջ չես կարդալու, չես աղոթելու եւ ուժ նման շատ բաներ։ Ուրեմն զինվորյալը, որ զինվորություն է անում, ինքը պետք է զինվորների հետ լինի, չպետք է թողնի իր պոստը գնա այս կյանքի կենցաղավարությունով զբաղվի։ Եթե գնաց զորավարին ինքը հաճելի չի լինելու։ Եթե ուզում ենք զորավարին հաճելի լինենք, մեր պոստը պետք է չթողնենք, մեր գործը չպետք է թողնենք, պետք է լինենք մեր գործին, մեր հոգևոր կյանքին, մեր ծառայությանը, մեր պաշտամունքին պետք է լինենք։ Անպայման։ Որպեսզի զորավարին հաճելի լինենք։ Պողոս առաքյալը այսպես է գրում Եփեսացիներին ուղղված նամակի մեջ եւ ասում է, կարդամ ձեզ, գրված է 6-րդ գլուխը եւ 10-11 համարի մեջ է գրված։ Ասում է. «Ալասկետո եղբայրները զորացեք Տերոշմով, տեսեք ուշադիր եղեք, շատ ուշադիր։ Չի ասում, այլ եղբայրները զորացեք ձեզանով, դուրտեղ ես չեմ կարող զորանամ, զորությունը Տիրոջից պետք է գա։ Ըստե անունները պետք է ճիշտ կարողանանք հասկանանք, որտեղ մարդիկ կան, որոնք ասում են, որ հելում են ասում են, Տերը մեզ է զորություն տվել է, հրամայում ենք, սենց արել, հոп, կայնեք, մի րոպե։ Սատանան ուժեղ որ փխկանի, մկանցակը $1000 կառնեք։ Չես կարող։ Եվ ավետարանն ասում է, «Ալասկետո եղբայրները զորացեք Տերոշմով»։ Քրիստոսը մեր զորությունը, մենք չկանք։ Դու չկաս, եւ անոր զորության կարողությունով է, որ կարող է քեզ զորացնել, նա անսահման կարողություն ունի։ Շարունակությունը, ձեր վրա հագեք Աստծո սպառազինությունը, որպեսզի կարող ըլլաք սատանայի հնարքներին դեմ դնել։ Այլապես չեք կարող, ձեր զորությունով չեք կարող, ձեր հնարքներով, ձեր ստեղծած սիստեմով չեք կարող։ Շատ սխալ բան է այդ խոսքը, որ ասում են, սատանան հարձակվել է վրետ, հրամայիր ասա, սատանա հետից գնա։ Եվ ասում եմ, սատանա հետից գնա, չի գնում, ասում եմ, ոչ չի գնում, ասում գնա սատանային հարցրա։ Գնա սխի չես գնում, այս քեզ ասում եմ, հետից գնա։ Բա սատանային նապաստակի տեղեք դրե, Հիսուսի անունով հրամայ, սա բարձրագույն տնկիդությունը, ավետարանը չիմանալ է սա։ Ուրեմն Աստծո սպառազինությունը պետք է հագնել, Տերոշմով պետք է զորանալ եւ նրա զորության կարողությունով, որպեսզի կարող լինենք սատանայի հնարքները դեմ դնել։ Մենք չէ, Տիրոջը, Տերը ինքը բնան է։ Եվ Աստված ասեց, պատերազմը իմս է, բայց պատերազմի դաշտ դուս եկեք։ Դուս արի պատերազմի դաշտ, ես արջևից եմ գնալու։ Թող հետևից փող ընչեցնեն, թող փառաբանեն, Տիրոջ անունը կանչեն, պատերազմը իմս է։ Քոնը չի։ Մի ուրիշ տեղից եմ կարդում, Սաղմոս 144-ի 1-ը։ Սաղմոս 144 եւ 1։ Այսպես է գրված։ Օրհնյալը լա Տերը, իմ վեմս, որ իմ ձեռքերս մարտնչելու կվարժեցնե ու իմ մատներս պատերազմելու։ Դա ոնց է լինում, այդ ոնց է լինում,
Իմ ձեռքերս մարտնչելու կվարժեսնե ու իմ մատներս պատերազմելու։ Ուրեմն Աստված հավատացյալին պատերազմելու, քանի որ ինքը զինվոր է, քանի որ ինքը Աստծո զորությունով զորացած է, նրա զորության կարողությունով Աստված մենակ չի թողնում, նաև հավատացյալի վարժեսնում է պատերազմելու։ Օրինակ պատերազմելու ձևերից մեկը, որ դու պետք է օգտագործես այդ զենքի տեսակը, կոչվում է աղոթք։ Աղոթքը պատերազմելու ձև է։ Աղոթքը պատերազմելու ձև է։ Երկրորդը Պողոս Արաքյանն է, չէ՞ ասում, Հիսուս ասում է, միջև իմ մահ հավատարիմ եղիր, միջև մահվան աստիճան։ Բայց եթե մեռնես, ես եմ կյանքն ու հարությունը, մի վախեցիր։ Ես ձեզի մի ուրիշ տեղից կարդամ ու նորից կխոսանք սրա մասին։ Հեսուի գրքի մեջ ա գրած, էսի շատ եմ ես սիրում, շատ լավ ա գրում, շատ լավ ա ասում։ Հեսուի գիրքն ա եւ առաջի գլուխը եւ 9 համարի մեջ ա գրած։ Կարդամ ձեզ։ Եվ Աստված այսպես է ասում։ Հեսուին ասում է. Ահա քեզի կպատվիրեմ, զորացիր ու քաջասիրտ եղիր, մի վախենա ու մի զարհուրիր, քանզի քո Տեր Աստվածը քեզի հետ պիտի ելա ուր որ եթաս։ Փառք իր մեծ անվանը։ Քաջասիրտ եղիր, մի վախեցիր, զորացիր, թուլցած ձեռքերը դողդողացող ծնկերը հաստատեք, մի վախեցիր, ուր որ եթաս, ես քեզ հետ եմ լինելու։ Եթե գնացածը տեղը սխալ է, շտկելու եմ ճամփաներդ, ուղղելու եմ։ Եթե ճիշտ ու արդար է, ճամփատ ուղիղ է լինելու, օրհնելու եմ քեզի։ Մի վախեցիր։ Մի հատ տես նկար կար է ժամանակին, այն բանը Lighthouse-ը կար Գլենդել փակվել էր։ Մի հատ նկար կար, որ բանը Աստված գրկած է տանում, հետո իջացնում է ձեռքից է բռնում, հետո տեսնում է, որ Աստված քայլել է իր ոտքի հետքերով արդեն քայլում է։ Ինչպես է Պետրոս Արաքյանն է գրում, իր շավիղներուն հետևենք, չէ, երբ որ ձան վրա ոտքերը դնում ես, չէ, ձմեռ Հայաստանը, որ ասենք ձուն էր գալի, տային մեր որտեղ որ ոտքա դրած ապահով է, էլի տեր ոտքը դնում, արդեն քայլել է, թազատեղ էր դնում, կարող փոս լներ ինքների մեջը, չէր երևում։ Չէ, աշխատում էր ուրիշի քայլած տեղերով գնալ։ Այդ տեղերը մարդիկ որ քայլում են կարծրանում էր։ Պնդանում էր, սկսում էր այդպես գնալ, թազատեղ չէր դնում, որտեղ վախենում էր։ Եվ Աստված այդպեսի հետ կա թողել երկրից մինչև երկիկ տանող, որ ապահով է իր շավիղներին հետևելով կհասնենք մենք երկինք։ Եվ այդ Ժակը շատ լավ էր, չի ասում Ժակ Հակոբյանը, գնաց Տերոջ մի ասավ, այն հոգացել է կհոգա օրերը տանցյալ ու գալիք, եթե դրած ես Տերոջ ափի մեջ ամուր ամբողջ քո հույսն ու հոգիդ, քալի անհոգ, կհասցնի ան երկինք։ Իսկապես տենց էր։ Մի ուրիշ տեղից կարդամ ձեզի Հռոմեացիս 8 եւ 37 համարի մեջ ա գրված, շատ զորավոր համար է, այսպես է ասում Պողոս Արաքյալը Հռոմեացիներին ուղված նամակի մեջ եւ ասում է. Ապա այս ամեն բաների մեջ ալ ավելի հաղթող կլանք անով, որ մեզ սիրեց։ Ուրեմն այս բաների մեջ, որ բաների մեջ, ուրեմն ինչ ասենք այս բաներին համար։ Եթե Աստված մեր կողմն է, ով պիտի լինի մեզի հակառակ, լիքը բաներ կա մեզի հակառակ։ Մեր անձը, աշխարհը, սատանան, դևերը, այն որ իր որդին չխնայեց, ապա ամենուն համար մատնեց զանիկա, ալ ինչպես անոր հետ, որդի հետ, բոլոր բաները մեզի չի պարգևե, չի տա։ Ով է որ Աստծո ընտրածների դեմ մեղադիր կլինի, սատանան։ Աստված է որ մեզի կարդարացնե, կմաքրե, փառք իրան։ Ուրեմն ով է որ կդատապարտե, սատանան։ Քրիստոսը որ մեռավ, մանավանդ որ հարությունն առավ ու Աստծո աշկողմն է, որ նաև մեզի համար բարեխոսություն կանի։ Փառք քեզ Տեր Աստված։ Փառք քեզ Հիսուս, որ իմ մեղքերից համար բարեխոսում ես, թե չէ ես կորած էի այն մարդ։ Բայց Տեր Հիսուս կողմի այդ եկեղեցի կա, ասում է, եթե մեկ գործեցիր, վերջացավ։ Շնորհքից ընկած ես, այտենց բան կլինի Տեր Հիսուս։ Երկինքն ասում է, ոչ։
Դες բան չկա։ Դες բան չկա։ Ուրեմն ով պիտի զատե մեզ Քրիստոսի սիրուց, պատասխանն է երկնքից։ Տառապանքը, նեղությունը, կամ հալածանքը, կամ սովը, կամ մերկությունը, կամ վտանգը, կամ սուրը, կամ մեղքը, ինչը, ինչպես գրված է ամեն օր քեզի համար կսպանվենք, մորթվել ոչխարի պես կսրբենք։ Ապա այս ամեն բաների հետ մենք ավելի հաղթող կլանք անով, որ մեզի սիրեց, որ Աստված էր։ Փառք իր մեծ անվանը։ Բայց Պողոս առաքյալը ավելի խստացնում է խոսքը, ավելի խստացնում է եւ այսպես է ասում Պողոս առաքյալը. Վասնզի մեր զինվորության ձեռքերը մարմնավոր չեն, դանակ, կացին, սուր, հրացան, չգիտեմ, ապակի, սուր զենքեր չունենք մենք այդպես։ Մեր զինվորության զենքերը այդպես չեն։ Ինչ է մեր զենքերը։ Վասնզի մեր զինվորության զենքերը մարմնավոր չեն, հապա հոգևոր են, աստվածային են։ Աստծուց մեր զորություն առած ամրոցներ քանդելու։ Ամրոցներ, ամրոց ինչ է նշանակում, պարիսպ, ինչպես որ Երիքովը պարիսպ ուներ, ամրոց ուներ եւ 7 անգամ շրջեցին, աղոթեցին ու փլեց, քանդվեց ու մտան, չէ, ամրոցներ քանդելու, ուրեմն սատանան մեր կյանքերի մեջ ամրոցներ է դնում, օրինակ եղբայրս քուրս հիվանդացել ես, Աստված չանի գնացել ես բժշկի եւ ասել են գիտես ինչ քանսեր ես, Սատանան անմիջապես ամրոց է սարքում շուրջդ եւ մահվան գաղափարով ուզում է քեզ համոզի, որ մեռնես։ Ոչ։ Դու գործ ունես անելու։ Դու պետք է հավատ, որտեվ Հիսուս ասել չէ, Աստված ասել, մի վախեցիր, զորացիր, ես քեզ հետ եմ։ Քեզ հետ եմ։ Այ որ դու պարկած ես անկողինի կողոդի կպարկած է, մի վախեցիր, քեզ հետ եմ։ Ամրոց է սարքել, այդ ամրոցի մեջ ուզում է քեզ կործանի, բայց ավետարանն ասում է նայեք, հոգևոր զենք ունենք, այս ամրոցները քանդելու, այսինքն ազատվելու սրանից։ Մենք խորհուրդներ կքանդենք, սատանայի խորհուրդներ, որ բերել է սրտիս մեջ, պիտի մեռնես, այ քեզի ներում չկա, այ մյուսը, այս մյուսը, հաշտություն չկա, այս չկա, խորհուրդներ կքանդենք, սատանայի բերած խորհուրդներ կքանդենք ու Աստծո գիտությանը դեմ բոլոր հպարտացած բարձր բաները, Աստված չկա, ինչ Աստված, ինչ Քրիստոսով ասում գալիս է, հպարտացած բաները ու բոլոր մտքերը Քրիստոսին կհնազանդեցնենք ու գերի կանենք։ Մենք կկապենք իրանք, ասում ենք մնա անդե, անշարժ մնա դու, կապենք։ Պատկերացնում եք, եւ այնպես է թվում, որ մենք երկրի վրա մեծ պատերազմի մեջ ենք, չենք զգում այս պատերազմը, բայց մեծ պատերազմի մեջ ենք հոգեղեն աշխարհի սատանայի դևերի այս սիստեմի հետ մենք մեծ պատերազմի մեջ ենք եւ հաղթանակը իմս չի, հաղթանակը Քրիստոսինն է, որ տվել է ինձի։ Քրիստոսին կհաղթել է, այդ հաղթանակի հիման վրա եմ ես զորանում, այդ հաղթանակին հավատալով եմ ես ապրում։ Եթե թողներ ինձ վրա, ես պարտված էի, բայց քանի որ Քրիստոս հաղթել է այս աշխարհին, սատանային, մեղքին, գերեզմանին, հաղթել է, հարություն առել, գնացել է զորության աջ կողմը նստել է, որպես իմ բարեխոսը, իմ միշտորդը, ինձ էլ հրաման է տալիս, որ մի վախեցիր, ես հաղթել եմ, ես քեզ հետ եմ մինչև աշխարհի վերջը, չվախենաս, ես քեզ զենք եմ տվել, դա իմ խոսքն է, ավետարանն է, վարդապետություն, ճշմարտություն, եկեղեցի քուր եղբայր եմ տվել, զորացի զորավոր եղիր, որպեսզի այս աշխարհի մեջ ավետարանի գործը կատարես ու ապրես ինձ համար։ Ես քեզ գնով ծախու եմ առել, դու հիմա ինձ ես պատկանում։ Այս է ասում Աստված։ Տեսեք, Առաջի Կորինթացիս 16:13-ը։ Առաջի Կորինթացիս 16:13 Արթուն կեցեք, հավատքի մեջ հաստատ կեցեք, ժիր եղեք, զորացեք։ Արթուն կեցեք, հավատքի մեջ հաստատ կեցեք։ Արթուն կենալ ինչ է նշանակում։ Այս կյանքի օրորոցից դուրս գալ։ Այս աշխարհի օրորոցից դուրս գալ։ Չքնես այս աշխարհի քնով, որտեղ այս քունը մահվան է տանում։ Արթուն մնա,
որտեղ դեպքեր այնքան արագ են զարգանում, քնած մնան կարողա չհասցնենք։ Այդ Լենականում մի անգամ պատմել եմ ոնց որ մի հատ քույր եկեղեցից բացակայում անդադ հովիվն ասում է գնամ այցելեմ էլի միայնակ կինա երեխաներն տեսնեմ ինչ ա եղել չի գալի գնում ասում է քույր ջան եկեղեցի չես գալիս բա գալիս է էլի դե ասում ես զբաղված եմ եմ եւ այլը մանաներ ա բռնում դե գիտեք էլի մանաները մի օր գլուխ սացամ ո՞ց սացամ գործ եմ եւ այլը բան հա մեծ քույրն ասում է բայց եղբայր ջան ցեզի տելևիզորով կաշեն Այսինք հաղորդում ունեն։ Հովն էլ ասում աշե, մի օր պետք է աշես, թե ինչը կապ շտագվինք։ Իմացար։ Դու պոստ ունես, դու զորացիր, արթուն մնա։ Մանավանդ որ ստեղ ամեն բան ձրի է, փողել չկա, որ ասենք դելա փողի պատճառ կա, մարդը փախնում է։ Չի ուզում բջարի։ Արի քո գործը պարտականություն կատարի, Աստված պաշտություն, ի՞նչ է նշանակում։ Աստված պաշտել Դե կմտնեմ ներքին սեյնակը, սաղորդարա ներքին սեյնակը ունտ այնքան զիբիլ կա, որտեղ պետք է մտնես։ Էս է մեզ տվել Աստված, ինչ ներքին սեյնակ։ Հասկացանք տունն ես աղոտ կարեցիր, բայց Աստված պաշտությունը նվիրում է ուզում։ Դու պետք է գաս, դու պետք է միանաս այստեղ, դու պետք է քո Աստվածը պաշտես։ Պաշտամունք պետք է կատարես, պաշտոն ունես կատարելու։ Դա քո պաշտոնն է որ կատարես։ Քո անձդ բերես խոնարհվես Աստծո առջև։ Իմացար։ Կարդամ ձեզի Եսայի 54:17-ը Եսայի մարգարեություն 54 եւ 17 համարի մեջ է գրված եւ այսպես է ասում Եսային մարգարեն ուշադիր եղեք այս շատ ուժեղ համարը քեզի վնասող որևէ գործիկ ամենևին պիտի չհաջողվի Եվ քու դեմ դատաստանի ելող ամեն լեզու պիտի դատապարտվի։ Տերոջը ծառաներու ժառանգությունը ասիկա է, ու անոնց արդարությունը իզմե կսե տերը։ Նայքլը։ Քեզի վնասող, ինչքան վնասող բան կա մեզ այսօր, չէ՞, քեզի վնասող որևէ գործիկ ամենևին պիտի չհաջողվի։ Չի ասում չպիտի լինի քեզի վնասող գործիկ քեզի վնասող գործիկ պիտի լինի բայց չպիտի հաջողի այսինքն այդ գործիկ իր նպատակին չի հասնելու չի ծառայելու որովհետև սատանան գիշեր-ցերեկ պտտվում է իմ նման մարդուն սպանի որովհետև ես իր համար առաջի թարգետ եմ ասում եմ սնան խփենք են Հովանեսին խփենք նրան խփենք եմեկին խփենք այս երկիչներին խփենք ինչի որ պաշտամունքը խափանվի Իմացար, ինչ է անում, ակսիդենտ է ուզում ստեղծի ինձի, չգիտեմ ուզում է թունավորի, ինչ է ուզում անի, հա, գործիքները կա, բայց Աստված ասում են, հայ, չպիտի հաջողի, և քու դեմ դատաստանի ելողը ամեն լեզու պիտի դատապարտվի, նույնիսկ ինձ դատարան էլ քաշեն և սուտ վկայություն բերեն, որ ինձ դատեն, բանտարկեն, որտեղ սատանան այդ ժամանակին անում էր, բանտարկել էր տալի, որպեսզի Պողոսի տարեց բանտարկեց, ասես պրծանք, Պողոսը բանտում սաղ ապաշխարեցին, կրակներ ինք է Պողոսի ձեռը, բանտի մեջ էին ապաշխարում, ձեռները ոտները հրաման տվեց սատանան ասեց նրան նես կապեք, ոնց որ մի շանը կապեք, ձեռները ոտքերը այսպես կոճղի մեջ է գերան մեծ, երկու ծակա վզի վրա է դրած ու ձեռքերը ոտքերը լավ Պողոս տուալետ ա ուզում է այս մարդը ոնց է թա մատ պատկերացրեք ինչ կեղտոտ վիճակ եւ Պողոսը աղոտ կարեց պատերազմի մեջ է մտել հոգեղեն աշխարհի պատերազմի մեջ է մտել եւ աղոթում է եւ Աստված հրաման տվեց իմ ծառաս չի կարա բանտարկված մնա հոգեոր գործի ծառա է սա ընտիր ամանա ինձ համար եւ այսրանք ձեռքերից ընկան քանդվեցին Վստահ հրեշտակ եկավ քանդեց։ Եվ Պողոսը հելա բանտի դռները բացվեց, բանտարկյալները փախնում էին բան էս կոմենկում, բանտապետն էլ վախեցավ սուրը քաշեց, որ իրանց Պողոս ասեց չենք փախեց, տեղ ենք։ Այն մարդը այս մարդն էլ ապաշխարեց, տունն էլ ապաշխարեց, Պողոսն էլ ազատվեց, դուրս եկավ, սատանան կրակներ ընկել։ Ինչու, որովհետև Աստված ասեց, որ քեզի վնասող ոչ մի գործիք չի կարող լինել։ Մի վախեցիր, ես քեզ հետ եմ Պողոս։ Սատանան չէր հանգստանում։ Պողոսին բռնեց, բանտարկեց, սարքեց գլխին, հա, ասեց բդի հրոմ էդ այս Պողոսը։
Հռոմ բդի էթա ոշմ ճամփին նավը անգիստ եղավ խնդիրներ եղավ նավը այդ կղզին դուրս եկավ կրակ վարեցին մի հատ օծ դուրս եկավ իշ սատանայի աղբերն է չէ օծերի լեզուն գիտի ասեց սրանց էս 56-ից չէ գնային Պողոսի մի հատ թունավորի թո մեռնի Հռոմ չհասնի եկավ կծեց Պողոսին Աստված էլ ասեց Պողոս ջան ստամոքսի խոց ունեիր լիարդը լավ չէր սրտի կլապանները լավ չէր այդ թույն եկավ դարավ դե Պողոսին բուժեց Պողոսին ասեց դե մանգի ճամփա գործ ունես Հռոմ բդի տաս Նայեցին իշի մարդա ով է էս ու 80 կծեց չմեռավ Պողոս հելավ ճամփա գնաց եւ ես գրված է եւ շատերն ասում են դե էսի Պողոսի հետ էր ես խո Պողոս չեմ հա Պողոս չես կարա լինես Պողոս բայց Աստծո գործը իր որդիների հետ նույնն է ինքը բոլորին հավասար է սիրում չի ասում ես Պողոսը շատ եմ սիրում այդ ով քեզի կծում է դու մեռի գրանցի պետք չես տենց բան չկա դա մարդ կարա անի Աստծո սերը բոլորի նկատմամբ հավասար է Երկրորդ օրինաց 20-րդ գլուխ 4 համար Երկրորդ օրինաց 20-րդ գլուխ 4 համար Վասնզի Տերը Աստված ձեզի հետ պիտի երթա ձեզի համար ձեր թշնամիներու դեմ պատերազմելու ու ձեզ ազատելու Քո Աստվածը քո հետ պիտի լինի պատերազմի ժամանակ քեզ հետ պիտի լինի քո թշնամիներից պիտի քեզ ազատի Մի հատ մարդ կա ինձ անթած զանգում է այդ չեմ ուզում ես մարդ ինձ զանգի Հիմա ոնց կոպիտ ասեմ ախպեր ձերքը ինձ մի զանգի այ մարդ ասի չէ աղոտ կեմ անում ասեմ Տեր Աստված այս մարդուն Բայց հարել զանգի ինձ ներվերս ուտում է այս մարդը Սիրե կոմիսել չի զանգում Իրեք ամեսա չի զանգում, ոչ թե փող են պարտքիրան, հլիկն ապար չեմ էլ ուզում, մենակ ես մարդը չզանգի ինձ էլի, չզանգի էլի այն մարդ, սա ելո պեջ ինձ անգիր ասում է, այն մարդ ես մարդը չեմ ուզում ինձ զանգի, ոչ թե ատում եմ իրան, չեմ ուզում ինձ զանգի ես մարդը, աղոտ կեմ ասեմ Տեր Աստված, այս մարդուն կարող իմ նայել, թո ինձ էլ չզանգի, խնդրում եմ էլի, Ես բանի համար կյանքում չեմ աղոտեմ, աղոտեմ կյանք, կերավ ես մարդը, թող էլ չզանգի, ու էլ չի զանգում, ես երկու ամիսը ձենձուն չկա, ասի պրծա երևի, հիմա մտածում եմ, կարող աղոթել եմ, ես ընգել ավտոյի տակ մեռել մեղքի մեջ ընգա այ մարդ, իմացար, բայց բաներ կա, անհանգստացնող խանգարող, բրի խնդրենք, որ Աստված մեզ ազատի, մարդ կլինի դա չգիտեմ ով կլինի, ինչ կլինի, անհանգստություն կլինի, սրտիդ մեջ կուտակված ցավը, մարմնի մեջ ցավը, ինչ որ կա, Տերոջ առջև բերենք, Տեր Աստված մեզ հետ է եւ Աստված մեզ պետք է ազատի։ Ինքը ազատություն բերի եւ այդ ազատությունը կլինի մեր խաղաղությունը։ Նայեք հələ։ Մեր ժամանակը շուտ անցավ։ Ուրեմն Շատ համարներ կա, բայց մի քանի հատ էլ կարդամ։ Եվ այսպես է գրված։ Տեսեք, թե Հայրը ինչպիսի սեր շնորհեց մեզի, որպեսզի մենք Աստծո որդիները կոչվենք, այսօր համար աշխարհ մեզի չի ճանաչում, վասնզի զանիկա չճանչեցավ։ Սիրելիներ, հիմա մենք Աստծո որդիներ ենք եւ տակավին հայտնի չէ թե ինչ պիտի լանք, բայց գիտենք, թե երբ անիկա հայտնվի, Հիսուս հայտնվի, անորպես պիտի լինենք, իրապես պիտի լինենք, անորպես պիտի լինենք, վասնզի զանիկա պիտի տեսնենք, ինչպես որ ինքն է, այնպես է մենք պիտի լինենք։ Հիմա, ամենը որ այս հույս անոր վրա ունի, որ պիտի լինի տեսնի, ինքը կմաքրե, ինչպես անիկա մաքուր էր։ Ամենը որ այս հույսը նրա վրա ունի, ինք իրեն այս սիստեմից, այս կյանքի ձևից, այս շփոթությունից, այս ամեն ինչից ինքն իրեն կմաքրի, ինք իրեն կազատի։ Ուրեմն, կիսատ մնաց, ոչինչ կշարունակենք, եղբայրներ, քույրեր, այս խոսքը անգիր անենք մեր սրտի մեջ, քու խոսքդ իմ սրտիս մեջ պահեմ, Տերիմ, սովորեցրու ինձ, քու խոսքը սրտիս մեջ պահեմ, վարժեցրու ինձ, որ քու խոսքդ սրտիս մեջ պահեմ, որպեսզի քո դեմ չմեղանչեմ։
Դու արդար դադավոր ես, արդար Աստված ես։ Սովորեցրու ինձ, վարժեցրու իմ ճամփաները, քո ճամփաները ինձ վարժեցրու, սովորեցրու ինձ խոսքդ իմ մեջ պահեմ, ու իմ մեջից ազատվեմ այն ամեն ինչից, ինչ որ քեզի հաճելի չի Տեր իմ։ Մաքրիր իմ անձս, մաքրիր իմ մտքերս, խորհուրդներս, որպեսզի քեզի ճիշտ ծառայեմ։ Դու ես իմ Աստվածը։ Փառք իր մեծ անվանը, օրհնյալ լինի Հիսուս, որ մեզի նման մեղավորներին ոչ միայն փրկեց, ապա նաև խոսքը տվեց, որպեսզի մենք մաքրվենք իր համար, իր անվան ու իր փառքի համար, իրեն փառք հավիտյանս, ամեն։